պատասխանել։ Պարոն Միրզոյան, դիտորդ Ես այդ թեման եւ այդ տղային չեմ ուզում քննարկել, համեցեք։ Պարոն Միրզոյան, ԵՄ դիտորդների հետ կապված կարող եք հստակեցնել հետ քաշվելուց հետո մնալու են Հայաստանում, թե գնալու են եւ եթե 2 տարի այդ ժամկետով արդեն երկարացվել է, եթե նման հարց կար, ինչու Հայաստանը դիմեց, որպեսզի երկարաձգվի նրանց գործունեության ժամկետը։ Տեսեք, ԵՄ դիտորդների մանդատի մեջ հստակ կա ֆիքսված նպատակ նպաստել սահմանի երկայնքով եւ սահմանամերձ ուրեմն ռեգիոններում երկու կողմից էլ կայունության եւ խաղաղության գործընթացին։ Մենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր անգամներ առիթ ենք ունեցել ասելու, որ շատ մեծ կարևորություն ենք հաղորդում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը, նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից եւ իրենց գործունեություն ծավալվելուց հետո այդ բայից սկսած մենք էական լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել, դա ինչ որ առումով նաև կարծում ենք իրենց գործունեության շնորհիվ է, տավաբար մենք իսկապես նաև երախտապարտ ենք եւ գնահատում ենք, նրանք շարունակում են եւ քանի դեռ չի ստորագրվել, շարունակելու են։ Հիմա, երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, դա նշանակում է, որ խաղաղություն է հաստատված։ Իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը, հա։ Հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետեւաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Խոսքը զուտ սահմանին, այդպես ինչպես մյուսներն են սիրում ասել, հերադիտակային դիտարկման մասին է։ Կներեք որտեղից որ այդ ստորագրությամբ խաղաղություն է լինելու եւ ԵՄ։ Դե լավ, այդ արդեն ուրիշ հարց է։ Մինսկի խմբի մասով դուք հարց տվել եք Տեկին Գալստյան, բոլորը հարց տվել եք։ Շնորհակալ եմ, ստեսյալ։